Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Երբ կպետականացվի հեծը, ժամանակավոր կառավարիչը ժամկետ է նշել։ Արտահերտնի սահմանադրական օրենքների փաթեթով քաղաքացիական պայմանագիրը փոխում է խաղի կանոնները արտահերտնիստով։ Հայկական ապրանքը տեղ ունի Եվրոպայում, Ռուսաստանը կասկածի տակ է դնում Հայաստանի եվրոպական շուկաներ մտնելու հնարավորությունը։ Քաղաքական հակամարտության կենտրոնում հայոց ցեղասպանության հարցն է, ով է շահում ցեղասպանության ճանաչման խոստումներից։ Ծանրաբեռնված հիվանդանոցներ, խափանված տրանսպորտային համակարգ, Եվրոպան դժվարությամբ է դիմակայում կիզիչ շոքին։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հուլիսի կեսին հեծը կպետականացվի, որին կհաջորդի շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը։ Նրա խոսքով շատ վատթար եւ խեղված էներգահամակարգ են ժառանգել եւ մի կերպ են սպասարկումն իրականացնում։ Մի կերպ սպասարկում իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն եւ էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակորեն բարելավենք։ Պետությունն է ներդրում անելու թե մասնավորը։ Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի վերամասնավորեցման դեպքում մասնավորը, պետականացված մնալու դեպքում պետությունը գուցե կոնցեսիոն կառավարման տվի եւ կոնցեսորը նաեւ ներդրում վերարվի։ Կա քննարկում մասնավորների հետ։ Այս պահին չէ, այս պահին նման քննարկում չկա։ Արդեն հայտնի է, թե ովքեր են քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուները։ Այս պաշտոնի համար կառաջադրվեն ազգային ժողովի նախագահի ընտրությանը չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը եւ падգամավոր Ալխազ Ղազարյանը։ Իսկ մինչ քաղաքացիական պայմանագիրը պաշտոններ է բաժանում, արդեն 4-րդ օրն է սահմանադրական դատարանը քննում է ընդդիմության ներկայացրած դիմումները։ Այսօրվա նիստի ընթացքում Սեդա Սաֆարյանի հարցից հետո ՍԴ-ում գրքերը լարվել են։ Սաֆարյանը անդրադառնալով դիմումներում թվարկած արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցության ընտրության վրա հարց է ուղղել, թե ազդող չեն եղել արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահի ռուս տարբեր պաշտոնյաների պարբերաբար Հայաստանի իշխանության դեմ արվող հակաքարոզչությունն ու արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ կարող է ազդել։ Նստեք մի րոպե։ Սրանից հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ միկրոֆոնից որևէ արտահայտություն։ Բարձր դատարան առարկությունները։ Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Տպավորություն առաջացավ, որ հակափաստարկում է ներկայացվում, որը կարող էր իրականացվել երրորդ անձի կողմից, կարող էր իրականացվել պատասխանողի կողմից։ Այդ իսկ պատճառով նաև բարձր դատարանին իմ պատասխանը, ինչպես նշեցի սկզբանե, ունի նաև առաջարկության հանգամանք։ Ես գտնում եմ բարձր դատարան, որ նշված է, եթե դատավորներից որևէ մեկը գտնի, արդյոք կարող է հանդիսանալ հիմք դատավորի մասնակցության անհնարինության հարցը վերստին քննարկելու։ Ոչ թե որևէ կերպ օրինակ Տիկին Սաֆարյանի հարցը ինձ համար դժվարություն առաջացնող էր։ Արդեն պատասխանը ներկայացրեցի, բայց այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի, կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է։ Վարդևանյանը հայտարարել է, որ ուժեղ Հայաստան դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքի վրա։ Խոչընդոտների շարքում նա նշել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը, քրեական հետապնդումների ինտենսիվությունը, կալանքը խափանամիջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված։ Այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ քաղաքացիական պայմանագրի կողմից է ատելության խոսքի իրացումը իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը եւ այն, ինչ իրացվում է, այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակները ունենալու պայմաններում դրա ազդեցության աստիճանը անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ։ Իդեպ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում հենց դա ենք բարձրաձայնել։
Արամ Օրբելյանն էլ հայտարարել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում, որոնցում եղել են խախտումներ, հաղթել է քաղաքացիական պայմանագիրը։ Նա հավելել է, որ խախտումներն այնքանակի են, որ թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը։ Սահմանադրական մեծամասնության շուրջ քաղաքական հաշվարկները նոր փուլ են մտնում։ Հուլիսի 2-ին ազգային ժողովում կառավարությունն արտահերտ նիստ է հրավիրել եւ դրա օրակարգն արդեն դարձել է բուռն քննարկումների առարկա։ Ինչ նախաձեռնություններ է փորձում անցկացնել իշխանությունը եւ ինչու են դրանք դարձել քաղաքական գնահատականների պատճառ, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Օգոստոսի 2-ից իշխող ուժն այլևս չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, սակայն մինչ այդ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերտ նիստ է հրավիրվում, օրակարգում 43 հարց։ Դրանց թվում են ոչ միայն տնտեսական, այլև պետության հիմնարար ինստիտուտներին վերաբերող սահմանադրական օրենքների փոփոխություններ։ Քննարկվելու են օրինակ ընտրական օրենսգրքի, հանրաքվեի մասին օրենքի, ազգային ժողովի կանոնակարգի 2 առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը, մինչև պաշտոնի թափուր դառնալը։ ՔՊԱ-ական 4 պատգամավոր նախագիծ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին։ Ըստ այդ նախագծի, Հանրապետությունից մոտ 160 օր բացակայելու դեպքում Հայաստանի քաղաքացին զրկվում է ընտրելու իրավունքից։ Մանրամասնում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Դա հայտարարություն է, դա մարդու հիմնարար ազատությունների սահմանափակում։ Ինչ հիմքով, ինչու։ Պատկերացրեք, ես 5 տարի ապրում եմ Հայաստանում, աշխատում եմ, համալսարանում դարս եմ տալիս, հանկարծ ընտրություններից առաջ 160 օրով գնում եմ ինչ-որ մի համալսարան, ենթադրենք Օքսֆորդի համալսարան, հետազոտություն անելու եւ ընտրություններից մի շաբաթ առաջ գալիս եմ Հայաստան։ Ինչ տրամաբանությամբ են իրանք զրկում ինձ քվեարկելու իրավունքից։ Սա հարված է ժողովրդավարությանը, նշում է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով նախագծի օրակարգ բերելու առաջնահերթությունն իշխող ուժը զգացել է ընտրությունից հետո միայն։ Հայաստանից դուրս արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է։ Բացի այդ, Հայաստանը մեծ սփյուռք ունի։ Այդքան մարդու ընտրելու իրավունքից զրկելը ճիշտ չէ, կարծում է Մելոյանը։ Փորձում են սահմանափակումներ դնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր օրինակ վերջին 6 ամսից ավելի երկար ժամանակահատված Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվել։ Մեր բնույթի, պետության եւ ազգի համար դա ծայրաստիճան ուղիղ միջամտություն է քաղաքացու կամքին, որովհետեւ մենք մեծ սփյուռք ունենք, մենք գիտենք, որ շատ քաղաքացիներ ունենք, որ պարբերաբար արտագնա աշխատանք են մեկնում, կրթության հիմքով են բացակամ, չնայած որ իրենք լրամշակեցին այդ նախագիծը, այնուամենայնիվ բացահայտ է, որ փորձում են նեղացնել ընտրողների շրջանակը, որովհետև իրենք առնվազն իրական պատկերը տեսել են, քաղաքացիները կամ արտահայտությանն էլ ականատես եղան։ Տարընթերցման հնարավորություն են տալիս ՔՊ-ի առաջարկած ազգային ժողովի կանոնակարգի 2 առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը մինչև պաշտոնի թափուր դառնալը։ Իշխանության նախաձեռնությունը ընդդիմությունը քաղաքական համատեքստում է դիտարկում, պնդելով, որ սահմանադրական օրենքների փոփոխությունները նման ժամանակահատվածում պատահական չեն։ Մինչդեռ իշխանության ներկայացրած հիմնավորումներում խոսվում է պետական մարմինների աշխատանքի անընդհատության եւ իրավական կարգավորումների կատարելագործման մասին։ Ես կարծում եմ, որ դա է նպատակը, որ իրենք ափալ-թափալ 8-րդ գումարման նստաշրջան, 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին փորձում են ապահովել իրենց համար ցանկալի արդյունքը, քանի որ 9-րդ գումարման ազգային ժողովում իրենց դիրքերը շատ ավելի թույլ են լինելու, քան թե 8-րդ գումարման խորհրդարանը։ Հուլիսի 2-ի արտահերտ նիստի օրակարգում ներառված է նաև պատգամավորների երթման տեքստը փոխելու հարցը։ Նոր տեքստում պատգամավորները չեն երթվելու համազգային նպատակները իրականացնելու համար։ Սա ինձ հիշեցնում է թուրքական քաղաքականությունը դեռևս 91 թվականից, դեռևս մինչև Հայաստանի անկախությունը 90-ականների կես վերջերից, որ ասում էին հայաստանցի հայերը լավ են, իրանք պատրաստ են մեր հետ աշխատել, համագործակցել, իսկ սփյուռքի հայերը վատն են։ Մոռացեք, հիմնականում դաշնակցականն էին։ Եվ այս հայաստանցի հայեր, սփյուռքի հայեր տարանջատումը, այս թուրքական քաղաքականությունը այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։
Թե ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում, թե падգամավորների երթման տեքստի փոփոխությունում եւ մի շարք այլ նախագծերում կարմիր թելի պես ձգվում է Փաշինյանի միայն Հայաստանում ապրողների վարչապետը լինելու թեզը, նշում է падգամավորը։ 43 հարցից բաղկացած օրակարգում հենց սահմանադրական օրենքների փոփոխություններն են արդեն դարձել քաղաքական քննարկումների հիմնական թեման։ Իսկ վերջնական որոշումը, թե այդ նախաձեռնություններից որոնք կդառնան օրենք, կընդունվի հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նիստում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հնարավոր է ԵՄ-ի դեմ դատական գործ հարուցեն Հայաստանում ժողովրդավարությունը տապալելու համար։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները սատարելու համար, սակայն Փաշինյանին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը։ Եվրոպական միությունը չի գործել որպես չեզոք դիտորդ։ Բրյուսելը չի կարող հավակնել ժողովրդավարության պաշտպան լինելուն, միևնույն ժամանակ անտեսելով այս չարաշահումներն ու հրաժարվելով լրջորեն լսել ընդդիմության ձայնը։ ԵՄ-ի գործողություններն օգնել են պաշտպանել այս կառավարությանը պատասխանատվությունից։ Ռուսական միջամտությանը դիմակայելու պատրվակով տիկին ֆոն դեր Լայենը առաջնորդել է մի արշավ, որն ուղեկցվել է միջամտություններով, երկակի ստանդարտներով եւ վնաս է հասցրել իրավունքի գերակայությանը։ Եվրոպական միության վարքագիծն արատավորում է այն բոլոր սկզբունքները, որոնց պաշտպանությամբ ինքը հանդես է գալիս, եւ վտանգի տակ է դնում Հայաստանի հենց գոյությունը։ ԵՄ-ի Հայաստանին ուղղված աջակցությանը զուգահեռ սահմանափակումների տակ են հայտնվել հայ արտադրողները։ Բազմաթիվ ապրանքների վաճառքը դադարեցվել է։ Գործող իշխանությունը այդ ընտրանք է փորձում գտնել Եվրոպայում։ Սակայն Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը կկարողանա իր արտադրանքի համար Եվրոպայում գտնել այլ ընտրանքային շուկաներ՝ Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից բացի։ Միխայել Գալուզինի խոսքով Բրյուսելում հայկական ապրանքների համար մշակվող ինքնավար առևտրային միջոցառումներն ամբողջովին քաղաքականացված են եւ եւս մեկ անգամ հաստատում են Եվրամիության հակառուսական բնույթը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իր արտադրանքի իրացման համար այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությանը, որոնք ներկայում Ռուսաստան են հասնում մի քանի տասնյակ տոկոս ծավալներով մոտենալով 100%-ի, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա իրականացնել։ Գալուզինը խոսել է նաև թրիփի մասին, նրա խոսքով հեռանկարները միանշանակ չեն, իսկ ռուսական մասնակցությունից նախագիծը միայն կշահել։ Փոխարտգործնախարարը շեշտել է, որ թրիփը նախատեսվում է անցկացնել ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, իսկ դա նշանակում է, որ պետք է հաշվի առնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի կարծիքը։ Թրամփի ուղին դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, հիմքեր կան ենթադրելու, որ այն չի բավարարում նաև Չինաստանին։ Հայկական երկաթուղիները գտնվում են ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկության հարավկովկասյան երկաթուղու կառավարման ներքո։ Հայաստանի տարածքով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին ու կանոններին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես ինքն է հայտարարում, չի ցանկանում դուրս գալ։ Պատմական հիշողությունը երբեմն դառնում է նաև քաղաքական գործիք։ Հայոց ցեղասպանության թեման կրկին վերադառնում է միջազգային օրակարգ, այս անգամ նոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին։ Իսրայելը ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում։ Ինչ գործընթացների մասին է սա խոսում եւ ինչ շահեր են հայտնվում այս հարցի շուրջ ռեպորտաժում։ Պատմական ողբերգությունները երբեմն վերադառնում են ոչ թե արդարության, այլ քաղաքականության օրակարգով։ Ավելի քան 1 դար անց Իսրայելի կառավարությունը որոշել է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա անմիջապես կոշտ արձագանքի է արժանացել Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Թուրքիան հայտարարել է, թե Իսրայելը պատմական թեման օգտագործում է քաղաքական նպատակներով, իսկ Բաքուն կոչ է արել վերանայել դիրքորոշումը։ Հարց է առաջանում՝ ինչու հենց հիմա։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի գնահատմամբ նման որոշումները մեծ քաղաքականության մեջ հազվադեպ են լինում զուտ արժեքային դրդապատճառներով։ Ընդհանրապես բոլոր հարցերը լուծվում են պրագմատիկ դաշտում։ Ցանկացած ցեղասպանություն, ողբերգություն եւ այլն, այդ ամեն ինչը քաղաքական ազդեցություն ունենալու համար է օգտագործվում կամ որևէ մի այլ երկրին մեղադրելու համար, կոնկրետ շահեր սպասարկելու համար։
Դանիելյանի խոսքով այս որոշումը պետք է դիտարկել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների խորացող լարվածության համատեքստում, որտեղ կողմերի միջև մրցակցությունն արդեն դուրս է եկել դիվանագիտական հարթությունից։ Նրա գնահատմամբ Թուրքիան վերջին տարիներին հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդության դերին, փորձելով շահարկել նաև Երուսաղեմի հարցը եւ Ալ-Ակսա մզկիթի թեման։ Ըստ քաղաքագետի, հենց այստեղ են բախվում Իսրայելի եւ Թուրքիայի շահերը։ Այն երկիրը, որ կարողանա այդ հարցերում լուծում գտնել կամ հետապնդել այդ հարցերը, ապա ինքը լիդերության հարցեր լուծում իսլամական աշխարհում։ Այդ առումով Իսրայելի գոյությունն ու Թուրքիայի հավակնությունները իրար հակոտնյալ են։ Թուրքիան իր հերթին պնդում է, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչում է Գազայի ցանրության ուշադրությունը շեղելու համար։ Անկարան պնդում է, Իսրայելը փորձում է ստվերել Հագայի դատարանում ընթացող սեփական դատավարական թեման։ Միանշանակ կարելի է համաձայնել, բայց ավելի շուտ ոչ թե ուշադրություն շեղել, այլ հակակշռել։ Թուրքիան մեղադրում է Իսրայելին Գազայից ցեղասպանություն կազմակերպելու գործում։ Իսրայելը մեղադրում է Թուրքիային, որը նույնպես ցեղասպանություն է իրականացրել, ըստ էության փորձում է ցույց տալ, որ Թուրքիան այն երկիրը չի, որը կարող է ցեղասպանության հարց բարձրացնել։ Ըստ Դանիելյանի, այստեղ առանցքային հարց է Թրիփը, որը սկզբնապես եղել է իսրայելական նախագիծ Իրանը հյուսիսից շրջափակելու նպատակով։ Այսօր սակայն Անկարան ու Բաքուն այն փորձում են վերածել թուրքական աշխարհը միավորող հանգույցի, ինչը Իսրայելի համար նոր մարտահրավեր է ստեղծում։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կատարվածը պատմական իրադարձություն չի համարում։ Նա կասկածի տակ է դնում, թե Իսրայելը այս քայլն արել է իբրև բարոյական պարտականություն, քանի որ նախկինում Իսրայելի ղեկավարությունն ունեցել է խիստ ժխտողական դիրքորոշում։ Նա նաև անդրադառնում է Հայաստանի իշխանությունների վերջին 2 տարվա հակասական քայլերին, հայոց ցեղասպանության թեմայից մինչև Պաղեստինի ճանաչումը։ 2 տարի առաջ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք բացի մի քանի դրսևորումով շղթել են հայոց ցեղասպանության պատմական փաստը, հաջողանալու համար Թուրքիային ինքնախոստովանանք են տվել, որ մասնակցել են Արցախայցյան դեմ իրականացված ցեղասպանությանը եւ որոշում կայացեցին 2 տարի առաջ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Դեմոյանը հարցադրում է անում, արդյոք Իսրայելը փորձում է փոխանակման խաղ խաղալ Հայաստանի հետ հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորելով Պաղեստինի ճանաչումից հրաժարվելով։ Չկա այդպիսի բան, որտեղ Իսրայելը գիտի, որ Իսրայելը այդպիսի խնդիր չունի Հայաստանին համոզելու, եկեք փոխանակվենք Պաղեստինի պետությունը մի ճանաչեք կամ չեղարկեք այդ ճանաչումը, ես կճանաչեմ հայոց ցեղասպանությունը։ Եվ այստեղ մենք մի շրջապտույտի մեջ ենք ընկնում շատ վատ, որի ծայրերը չենք հասկանում, թե որտեղից է սկսվում եւ որտեղ է վերջանում։ Ըստ պատմաբանի հանրագումարում այս քայլի հետևում ոչ գիտական հետաքրքրություն կա, ոչ էլ զուտ բարոյական ինքնամաքրում, այլ սառը աշխարհաքաղաքական հաշվարկ։ Իսկ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ այս որոշումը կարող է հիմք դնել նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների, քանի որ տարբեր երկրներ վերաիմաստավորում են իրենց շահերը։ Նրա խոսքով այդ հնարավորություններից օգտվելու համար Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը կսպասարկի երկրի ազգային շահերը։ Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում։ Կոմիտասի պողոտա Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկից Վահրամ Փափազյան Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։ Թբիլիսյան խճուղի Եղվարդի խճուղի հատվածում 2 կամուրջ կառուցելու մասին է հայտարարել քաղաքապետը։ Ըստ նրա, այդ ճանապարհը եւ կամուրջները առաջնահերթություն են քաղաքի համար։ Նա խոսել է նաեւ Իսակով Արշակունյաց Շերամի հատվածում, Նորագավիթի հատվածում լուծումների մասին։ Յուրաքանչյուր ծրագիր, երբ որ սկսելու լինենք, մենք պետք է վստահ լինենք, որ կարողանալու ենք դա ժամանակի մեջ գրագետ իրականացնել։ Իրականում Ուլլեցի Ռուբինյանց Աճարյան նոր ճանապարհի կառուցումը էականորեն Աճարյանի եւ Միասնիկյանի Աճարյանի հատվածում կարող է որոշակի բեռնաթափման մեծ գործոն լինել, նամանավանդ այն ճանապարհը, որը որ նախնական դուք ցույց եք տվել ներկայացրել եք, այսինքն 3 գծանի եւ առանձնացված հեծանվային ենթակառուցվածքներով, մայթերով, գրագետ կազմակերպված եւ իրականում սա երևի թե դառնում է այն հետաքրքիր լուծումներից մեկը, որը կարող է բեռնաթափել Աճարյանը։
Միջազգային լրահոսից Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են երկրների ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որի համաձայն երկու երկրների հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Փաստաթուղթը ստորագրել են Աստանայում Կոբախիձեի Ղազախստան պաշտոնական այցի ժամանակ։ Բանակցություններից հետո երկու կառավարությունների անդամները նաեւ հուշագրեր են ստորագրել մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում։ Օրերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո երեխայի հետ ավերված տան փլատակների տակից գտնված կինը BBC-ին պատմել է, ինչպես է իր 18 օրական որդին օգնել իրեն ողջ մնալ։ Մայրը Դայանա Պատինոն ասել է, որ իր որդին Խուան Դավիդը իրեն մոտիվացիա է տվել արթուն եւ զգոն մնալու համար։ Դայանան պատմել է, որ ցնցումների սկսվելու պահին սպասկել Լվանում 8-րդ հարկի իր բնակարանում։ Նա անմիջապես շտապել է գրկել որդուն, կարծելով, թե դա միայն ցնցում կլինի։ Նրա խոսքով պատահաբար լսել է իր եղբոր ձայնը իրեն կանչելիս։ Մորը եւ նորածնի փլատակների տակից դուրս բերելու կադրերը տարածվել են ամբողջ աշխարհում։ Իսկ Խուան Դավիդը դարձել է հույսի խորհրդանիշ։ Վենեսուելայում, որտեղ նախորդ չորեքշաբթի տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։ Երկրի ժամանակավոր նախագահը երկրաշարժերը բնութագրել է որպես Վենեսուելայի պատմության ամենադաժան բնական աղետը։ Եվրոպան կանգնած է վերջին տարիների ամենածանր կլիմայական փորձություններից մեկի առջև։ Շոկն արդեն վաղուց դադարել է պարզապես անհարմարություն լինելուց։ Այն վերածվել է առողջապահական ենթակառուցվածքային եւ նույնիսկ մարդկային կյանքերի համար լուրջ սպառնալիքի։ Ինչ է կատարվում մայրցամաքում եւ ինչու են մասնագետները ահազանգ հնչեցնում Սեդա Կյուրեխյանի ռեպորտաժում։ 30 աստիճան ցելսիուսով գիշերներ, 45 աստիճան տապով ցերեկներ, հալվող լուսացույցներ ու կամուրջներից գետերը ցատկող մարդիկ։ Հենց այսպիսի օրեր է ապրում Եվրոպան։ Արդեն 10 օրից ավելի է Եվրոպայի մեծ մասը ջերմային ուժեղ ալիքի հարվածի տակ է։ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Չեխիա, Հունգարիա։ Այս երկրներում հունիսին սահմանվել են նոր ջերմային ռեկորդներ։ Միլիոնավոր մարդիկ նախազգուշացման կարմիր գոտում են։ Եվրոպացիները գիշերում են լողափերում, մետրոյի կայարաններում ու զբոսայգիներում։ Բնակարաններում քնելը գրեթե անհնար է։ Որոշ քաղաքներում փակվել են դպրոցներ ու թանգարաններ, կանգ են առել գնացքները։ Բայց ամենածանր հարվածը ստացել է Ֆրանսիան։ Երկրի առողջապահական ծառայության նախնական տվյալներով միայն հունիսի 24-ից 26-ն ընկած հատվածում գրանցվել է շուրջ 1000 մահ, շոքին չդիմանալու պատճառով։ Մահացածների 85%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են, իսկ տներում մահերի թիվը սովորականից աճել է մոտ 40%-ով։ Հիվանդանոցներն ու դիահերձարանները ծանրաբեռնված են։ Ինձ զանգում են օր ու գիշեր, օրական մոտ 100 զանգ եմ ստանում մարդկանցից, որոնք ուզում են իրենց ընտանիքի անդամների մարմինները բերել։ Ստիպված մերժում եմ նրանց, որովհետև իսկապես տեղ չունենք։ Սա եվրոպացիներին հիշեցրել է 2003 թվականի ամառը։ Այն ժամանակ Եվրոպան ապրեց պատմության ամենամահաբեր շոքերից մեկը։ Ամբողջ աշխարհամասում շոկը խլեց մոտ 70,000 մարդու կյանք, որոնցից միայն Ֆրանսիայում գրեթե 15,000-ը։ Այդ ժամանակ շատերը մահանում էին սեփական բնակարաններում։ Գիշերվա ժամը 2-ն է, Փարիզում 31 աստիճան, Մադրիդում 33, իսկ կեսօրին նույն քաղաքներում ջերմաչափը հատում է 40-ի սահմանը։ 2003 թվականի շոկից հետո Եվրոպան ստեղծել է վաղ նախազգուշացման համակարգեր, հովացման կենտրոններ, բնակչության իրազեկման ծրագրեր, բայց 23 տարի անց մայրցամաքը կրկին հաշվում է տապի զոհերին։ Սեդա Կյուրեխյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, մինչև վաղը, բարի գիշեր։